Այսօրվա խոսքի հետ կապված մի հրաշալի տեղ եմ առանձնացրել, որ հոգուս մեջ զգում էի, որ կարիք, չգիտեմ ոնց սա բացատրեմ ասեմ, բայց զգացի, որ սրա կարիքը շատ ունենք եկեղեցով եւ առաջինը ես իհարկե, որտեղ առաջ ես ինձ եմ քարոզը, հետո որ կարողանամ էդի փոխանցեմ ձեզ։ Եվ վերնագրել եմ այսպես այս թեման, այս նյութը, գերազանց սիրո 5 քննություն։ Մեր մեջ կան մեկեր, որ քննություն են հանձնել ու գերազանց գնահատական են ստացել։ Կան, ձեռքեր տեսնում եմ, կան։ Ուրեմն լավ դպրոցում լավ սովորողներ, ուսանողական այո, sense ընթացք եղել, հա։ Մեկերս տարբեր տեղերում քննություն ենք հանձնել, գերազանց գնահատական։ Հիմա մի հատ հարցել։ Իսկ ինչ զգացում ես ունեցել, երբ որ տվել ես ու գերազանց ես ստացել, ո՞նց է զգաց։ Ցնծություն, չէ, ուրախություն, sense այն որ sense թրվռալով եկել ես, էլի, որ ամեն բան լավ է, էլի գերազանց գնահատական ստացար։ Գիտեք, այս թեման, որ ուզում եմ խոսել, կապված սիրո հետ, նույնն էլ սիրո զգացողություն է, որ դու սիրո քննություն ես հանձնում աստվածային տեսանկյունից, գիտես, այս նույն զգացողություն ես, ուրախություն ես, ցնծություն է հոգուտ մեջ ուղղակի, և դու վայելում ես։ Ինչ ձև կարող ենք հանձնել մեր քննությունը սիրո մակարդակի մեջ, ոնց է այդ քննությունը կատարվում։ Երբ որ մեկին համար աղոթք ես արել ու նա դրական պատասխան է եկել ու սիրել ես, այդ ձևով քո սերը արտահայտել ես։ Ցնծում է հոգիդ, երբ որ գալիս ես տեղ ու իմանում ես մի դրական բան է եղել, մի լավ ճեղքում է եղել, մի լավ պատասխան է եղել, չէ, ցնծում է հոգիդ ուղղակի։ Եվ զգում ես, որ կարողացել ես մեկի կողքը կանգնես, մեկին մի բարիք անես, մի լավ բան փոխանցես, փառք Աստծուն սրա համար։ Աշխարհքում քիչ բառեր կան, որ այնքան շատ չեն գործածում, որքան սեր բառը։ Սերը շատ ենք, չէ, օգտագործում։ Այս վերջում մեր վարչապետն էլ սիրուն սրտիկներ անում սիրում։ Օգտագործում ենք այս բառը, չէ, տարբեր պահերով խոսվում է սերը։ Սիրում ենք, չէ, նկարների տակ սիրուն սրտիկներ դնենք, սեր։ Փառք Աստծուն։ Եվ գրում ենք, այո, երգերում, այստեղ մի քանի բաներ գրել եմ, որ չմոռանամ, շշնջում ենք միմյանց երբեմն։ Բայց ամեն ինչ, որ սեր է կոչվում, դեռ սեր չէ։ Որտեվ սերն էր, աշխարհի մեջ ընդհանրապես զգացում է։ Բայց մեզ հավատացյալներիս համար սերը ոչ միայն զգացում է, այլ սերը ինչ է, որոշում է, կյանք է, որոշում։ Հեշտ է, չէ, ասել, սիրում եմ, վերջը լավ խոսքեր ասես, սենց ճոխ ներկայացնես, բայց դժվար է դա ապրել կյանքի մեջ։ Երբ որ գալիս է պահը, որ դու քննություն պիտի հանձնես, մի բաների ես առայսվում։ Ուզում ես օրհնես, սեր ցուցաբերես, բայց զգում ես այնտեղ մի բան է ինչի։ Եվ այո, այդ վերնագիրը, որ դրվել է այս պատգամի վրա, գերազանց սիրո 5 քննություն, հենց ուզում եմ այս քննության վրա կենտրոնանանք, մեր հայացքը սևեռենք այս քննության վրա, որ երբ որ գալիս է պարագան, կարողանում ենք քննություն հանձնել, թե չենք կարողանում։ Կարողանում ենք ըստ Աստծո խոսքի մնանք այն ծիրի մեջ, այն սիրո, այն քաղցր վիճակի մեջ, որ Աստված է ուզում տեսնի ամեն մեկիս կյանքում։ Այո, բայց սիրո մասին խոսելը հեշտ է, սիրել, երբ որ քեզ սիրում են, հեշտ է։ Հեշտ է, չէ, երբ որ քեզ սիրում են, դու էլ ճիշտ այդ ձևի հակադարձ ես սերը ձեզ սիրողներին, այո։ Ջերմ լինել, երբ որ քեզ գնահատում են, հեշտ է։
Երբ որ գնահատում են, հեշտ է։ Բարի լիներ, երբ որ քեզ չեն նեղացրել, էլի հեշտ է։ Հեշտ է թե չէ Սամվել եղբայր։ Այո։ Բայց իրական սերը ոչ թե բառերով է, այլ քննությամբ։ Քննություն պիտի հանձնենք։ Եթե քննությունը հանձնել ենք, ապա կարող ենք ցնծությամբ, ուրախությամբ, որ կարողացել ենք այդ քննությունը հանձնել առաջ գնալ։ Մի տեղ եմ ուզում ընթերցել Աստծո խոսքից, Եփեսացիներ 3:19-ում է գրված այդ խոսքը, կուզեմ հիմա էկրաններին դնի մեր մեդիա ծառայությունը, Եփեսացիներ 3:19 խոսքը, ուզում եմ ընթերցել, այսպես է գրված, ճանաչենք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծո ամբողջական լիությամբ լցվեք։ Ուրեմն ճանաչենք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծո ամբողջական լիությամբ լցվենք։ Կարող է շատ բաներ իմանանք սիրո մասին, գիտություն ունենանք, հասկացանք, չէ՞ իրար։ Բայց երբ որ գա պարագան, որ դա պիտի կիրառենք մեր կյանքի մեջ, տարբեր իրավիճակների մեջ, մենք չկարողանանք սա կիրառել։ Տեսնենք, որ բաներ կա, որոնք խանգարում են մեզ։ Այն սերը, որ անցել է վիրավորանքի միջով ու չի դարձել դառնություն, կարող ենք սրան կոչել գերազանց սեր։ Չէ՞։ Մի հատ քնության մի հատ միջով անցել, բայց չի վերածվել դառնության։ Երբ որ վիրավորել են քեզ, երբ որ նեղացրել են քեզ մի տեղերում, բայց դու չես դառնացել, սա արդեն խոսում է մի բանի մասին, որ քո հոգում գերազանց սեր կա։ Հալելույա։ Անցել ես անտեսվելու միջով ու չես դարձել, չես լցվել սառնությամբ, չի սառել սերը քո մեջ։ Մի հատ ճանապարհ ես անցել, բայց դա չի նպաստել, որ հանկարծ սենց սերը սառչի քո մեջ։ Ընդհակառակը մնացել ես սիրո մակարդակի մեջ, սիրո, գերազանց սիրո մեջ։ Անցել ես ապերախտության միջով ու չես դարձել հաշվենկատ։ Չէ՞, մի բաներ ես տեսնում ու արդեն դու որոշակի դիրք ես դնում, չէ՞ արդեն, որ տեսել ես, չկա, դու անում ես ու մեկը չի անում քո հանդեպ, բայց հաշվենկատություն է գալի քո։ Հիմա գիտես ինչքան պիտի իր հանդեպ ինչ դե վերաբերմունք ցուցաբերես, ոնց պիտի պահես, բայց սերը սահման չունի, սերներ։ Եթե սիրում ես, այդ որոշումը կա հոգուտ մեջ, ուրեմն սիրում ես, անկախ ամեն բանից։ Անցել է դավաճանության միջով ու չի դարձել վրեժ այդ սերը։ Դավաճանություն ա տեսել, բայց վրեժ չի դարձել իմ մեջ։ Այսինքն կա սեր, որ պարզապես հասկացություն չէ, կա սեր, որ տեղեկություն չէ և գիտություն չէ, ավելի վեր մի բան։ Կա սեր, որ մարդկային տրամաբանությունից վեր է, սովորական արձագանքից բարձր և բնական մարդու հնարավորությունից էլ վեր։ Եվ առաջի Կորինթացիներ 12-րդ գլխի 31 համարում Պողոս առաքյալը խոսում է այս մասին։ Երբ որ խոսում է պարգևների մասին, հոգու պարգևների մասին, հետո մի տեղ է տանում և մի հայտարարություն է անում, որ ուղղակի քո ներսը կարծես մի բաներ է բարձրացնում։ Ուզում եմ հիմա էկրաններին դրենք նաև այս խոսքը, բայց դուք ասում եք նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին ու ես էլ լավագույն ճանապարհը ցույց կտամ ձեզ։ Սա ինչ ճանապարհ է ասում Պողոս առաքյալը։ Որովհետև հաջորդ գլխի մեջ արդեն 13-րդ համարում, որ մենք կոչում ենք սիրո գլուխ, այդ ձև ենք իրան հռչակել, որովհետև սիրո ամբողջ սիրո մասին է խոսում ու խոսում է, որ սերը պարգև չէ, սերը պտուղ է նաև մեր հոգու մեջ, մեր սրտի մեջ, մեր էության մեջ։ Չէ՞, այնտեղ սկսում են նկարագրել, կուզեմ, որ 13-րդ գլուխն էլ հիմա էկրաններին ցույց տան, միասին ընթերցենք, այս գլուխը շատ հրաշալի է, ես ուզում եմ ընթերցել անպայման։ Ասում է, եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնցղայի։ Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների և ամեն գիտության
ու եթե միջև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատք ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ, եւ մարմինս էլ կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ Եվ հետո սկսում են նկարագրել այն սերը նրան ես կասեմ, ես կանձնավորեմ, որովհետև նա է, դա մեր Տերն է հենց։ Հիսուսն է։ Եվ ասում է սերը հանդուրժող է։ Սերը բարի է։ Սերը չի նախանձում։ Չի գոռոզանում, չի մեծամտանում, չի հպարտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բան հանդուրժում է։ Ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ Դες սիրելիս կարող է ես նայես ես կետերը քննես անձդ այս կետերի մեջ ու տենաս որ մի բաներից պակասված ես ուղղակի։ Որովհետև Աստծո խոսքը սիրելիս հայելի է, որ մենք կարող ենք նայել նրա մեջ եւ մեր իրական պատկերը տեսնել։ Որովհետև այս քննությունը, որ այս խոսքով մենք պիտի հանձնենք, գիտեք ոչ թե հերադիտակ է, որ նայենք տենանք ով է մի բանից պակասվել, ում կյանքում մի բան տեղում չի, չէ՞։ Երբեմն այս ձևել ենք, լինում է պարագաներ, ցավալի է, բայց սա հայելի է, սա հերադիտակ չի, որ ուրիշի կյանքը սկսես քննել, նախ դու քեզանից պիտի սկսես։ Չէ՞ լինում է պարագա, որ մեկ-մեկ եկեղեցում ես խոսակցություններ, որ ասում է ոնց որ սերը մի տեսակ նահանջ է ապրել եկեղեցու մեջ։ Չէ՞ լինում է, չէ՞, դες զրույցներ անում ենք։ Բայց հələ մենք մեր անձից սկսենք, մեկը որ լցված է սիրով, ես հավատում եմ երբեք սենց արտահայտություն չի անի։ Սա մի բանի մասին է խոսում, որ քո կյանքում սերը սառել է ուղղակի, քո կյանքում է էսի։ Որ սա ոչ թե հերադիտակը, որ նա այս տենասում կյանքում է, չէ, այս խոսքը հայելի է, որ դու տենաս, որ քո կյանքում մի բան տեղում չի։ Որտեվ երբ որ դու այդ սիրո աչքերով ես նայում, լրիվ պատկերը ուրիշ է։ Բայց երբ որ սիրով լցված չես ու այդ աչքերով ես նայում, պատկերն է լրիվ հակառակն է։ Դրա համար մենք կարիք ունենք նախ մեր անձը խոնարհեցնենք Տիրոջ առաջ, ասենք Տեր, առաջինը ես հələ կարիք ունեմ սիրով լցվեմ, իմ Աստված։ Որ ես քեզ վայելեմ, ես մենիկ պահ ունենամ, ես այդ սիրով լցվեմ, եթե ես լցված չեմ սիրով, ես կարամ իմ դիմացինին սեր փոխանցեմ։ Իհարկե ոչ։ Մի բաներ կփոխանցեմ, բայց ոչ սեր։ Եվ Աստծո քաջալերանքն է ամեն մեկիս, որ նախ մեր անձը քննենք, մեր անձը խոնարհեցնենք Տիրոջ առաջ, լցվենք Տիրոջ սիրով, ժամ տանք Տիրոջը, խոսքին ժամ տանք, աղոթքին ժամ տանք, լցվենք, զորանանք Աստծո հոգով։ Եվ հետո միայն սկսենք նաև երբ որ լցված ենք սիրով, չէ, ինչ կանենք, կբաժնեցնենք այդ սիրուց հաստատ։ Եթե մեկը ասում է, թե Աստծուն սիրում է, բայց իր եղբորը ատում է, սուտ է ասում։ Առաջի Հովանու 4:20 խոսքն է սա։ Դրա համար էլ Հովանես առաքյալը այո շատ կտրուկ է ասում այս խոսքը, եթե մեկը Աստծուն սիրում է, բայց իր եղբորն ատում է։ Մեկ ուրիշ խոսքում ասում է, եթե քո եղբորը որ տեսնում ես չես սիրում, ինձ որ չես տեսել ոնց կարող ես սիրել։
Այսինքն ես կարիք ունեմ առաջ Տիրոջը տեսնեմ, իր հետ ժամանակ ունենամ, լցվեմ ու զորանամ Աստծո հոգով, լցվեմ այդ աստվածային սիրով, որ հետո դրանից կարողանամ նաև բաժին հանել։ Այսինքն սիրո քննությունը չի երևում միայն երկնքի հանդեպ մեր բառապաշարից։ Մենք լավ սիրուն բառապաշար ունենք, չէ՞, ասես սիրուն կարում ենք մի բաներ, ասես ճոխ սիրուն ասենք դա։ Բայց գալիս է բարեկամ տենում ես, որ մեկ էլ թե մի հատ թե ոտքը տրորում են տենում ես լրիվ ուրիշ բան է, չես կարում այդ սերը փոխանցես։ Ինչպես է այդ երևում մեր կյանքում, մարդկանց հետ մեր վերաբերմունքում։ Եկեղեցու մեջ, այո, տան մեջ, ծառայությունների մեջ, հարաբերությունների մեջ, լինում է գալիս այդ պարագան։ Մեկը պետք է հանձնես այդ քննությունը։ Եթե չհանձնեցիր, մնալու ես նույն դասարանում լսի։ Բայց այնքան ես նույն տեղը պտտվելու միջև այդ քննությունը հանձնես, միջև լցվես սիրով։ Այդ գիտակցումին, այդ հայտնությանը հասնես, որ դու առաջինը դու կարիք ունես լցվես սիրով, որպեսզի կարողանաս նաև այդտեղից արդեն ուրիշներին բաժին հանել։ Ես ասեցի հեշտ է, երբ որ քեզ սիրում են, դու էլ սիրով հակադարձես, բայց դժվար է, երբ որ մեկը հանկարծ ոտը տրորի ու դու զգում ես, թե ինչ կատարվեց, քո ներքնաշարը ամբողջովին փոխվեց։ Մի քանի օրինակներ եմ առանձնացրել իմ մոտ աստվածային քննության, Աստծո հերոսներից, աստվածաշնչյան, ովքեր տարբեր իրավիճակներում հայտնվեցին ու այդ քննությունը հանձնեցին։ Առաջի տեղում ես առանձնացրել եմ Հովսեփին, սեր, որ քննվեց դավաճանությամբ։ Ինչ արեցին Հովսեփի եղբայրները Հովսեփի հանդեպ։ Երբ որ գնաց, տեսիլքը պատմեց, չէ՞, ինքը երազ էր տեսել, տեսիլք ուներ Աստծուց, չէ՞, որ ինքը պիտի այդ 12 որաները եկան իր որայի առաջ խոնարհվեցին, իր խուրձի առաջ խոնարհվեցին։ Ինքը գնաց միամտված իր երազը պատմեց ու այդտեղից բաներ փոխվեցին։ Ինչ եղավ, եղբայրները նախանձեցին իրան։ Նախանձ, պարզ։ Ու դրա պատճառով ինչ ոնց վարվեցին Հովսեփի հետ։ Հովսեփն էլ գեղեցիկ մի հատ sense պատմիճան էր պապան կարը իր համար Հակոբը, ինքն էլ շատ սիրուն սս կրում էր այդ պատմիճանը, լավ էլի, sense պապայի սիրած տղեն է էլի։ Պապան իր համար հագուստան կարը գեղեցիկ, սաղից տարբեր է ինքը սերն է վայելում պապայի, ու մեկ էլ այդտեղ պրոբլեմ առաջացավ։ Աղբերները սկսեցին նախանձել։ Ու հարմար առիթը բաց թողի, որ ինչ անեն, Հովսեփի հարցերը լուծեն, գցեցին գուբը, հետո էլ իհարկե չսպանեցին, բայց իրանց սրտերում արդեն սպանել էին։ Հա։ Դա ֆիզիկականի չվերածվեց իհարկե, բայց վաճառեցին ստրկության, չէ՞։ Իսմայելացիներին տվեցին Հովսեփին 20 արծաթով, այո, 20 արծաթով։ Եվ Հովսեփը հայտնվեց որտեղ բանտում սկզբում, բանտում եղավ, բայց Աստված շնորհ տվեց, գրվածա, որ Աստված ում հետ էր, Հովսեփի հետ էր։ Այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ ինքը շնորհ գտավ, պետափրեսի տանը, չէ՞, բանտապետի տանը շնորհ գտավ։ Ինքն էր կառավարում ամբողջ տունը, միջև որ պրոբլեմներ եղավ։ Բայց ուզում եմ, որ մեր հայացքը մի հատ իրավիճակի վրա դարձնենք, որ ես սկզբից եղբայրների համար ասեցի։ Դավաճանության խնդիրը, որ իրան դավաճանեցին եղբայրները։ Բայց ինչ արեց Հովսեփը, երբ որ եկավ արդեն հարց հաստավ վարչապետության, ինչ արեց ինքը։ Եղբայրները սով էր, չէ՞։ Ամբողջ ազգը Հովսեփի ձեռքին էր նայում։ Ու եղբայրներն էլ իմանալով, որ Եգիպտոսում հաց կա, եկան, չէ՞, Քանանի երկրից եկան Եգիպտոս, որպեսզի հաց ունենան, սովից չմահանան։ Մի ժողովրդական լավ խոսք կա։ Ասում եմ մարդուն իշխանություն տուր, ինչ կանի, կճանաչես ինքը ով է։ Էսի ժողովրդական խոսք է, բայց շատ դիպուկ է ժողովուրդ։ Եվ իշխանությունը հիմա Հովսեփի ձեռքում է։ Եղբայրները եկել են իր դուռը։ Ինչ կարար աներ Հովսեփը, կարար հաշվի հարդար տեսներ, կարեր աղբերների հարցերը լուծեր, բայց ինքը ոնց վարվեց։ Ճիշտ հակառակ ձևի վարվեց։ Սիրեց, ներեց, կերակրեց, փրկեց։ Էսա այն սերը, որ Աստված ուզում է տենա մեր կյանքի մեջ։ Եթե քո հանդեպ
անգամ դավաճանությամբ են վարվել։ Չգիտեմ, տարբեր իրավիճակներ կան, չգիտեմ, այդ դու գիտես եւ Աստված։ Ինչպես ես վարվում դու, ինչպես ես հակադարձում դու այդ վիճակներին։ Դու կարողանում ես քննություն հանձնել, ինքն էլ գերազանց սիրո քննություն, որպեսզի կարողանաս սիրել։ Գրված է, որ մեր Աստված մեզ սիրեց ու մինչև վերջը սիրեց մեզ։ Կարողանում ես մինչև վերջ սիրել, երբ որ անգամ դավաճանություն կա, ինչ-որ բաներ կան, մնա այդ սիրո մեջ, մնա Տիրոջ մեջ, խաչի կյանք ապրիր, սիրելիս։ Երկրորդ հերոսը, որին ես առանձնացրել եմ որպես այդպես հերոս իմ համար, դա Դավիթ թագավորն է, սեր, որ քննվեց անարդարությամբ։ Սավուղը ընկել էր Դավթի հետևից, չէ, ուզում էր սպանել Դավիթին։ Բայց ինչ արեց Դավիթը։ Երկու անգամ գոնե առիթ եղավ, որ ինքը կարող Սավուղի հարցերը լուծեր։ Իրա վրեժն առներ, չէ, ու այդ դրանից վերջանար այդ տառապանքը, այդ ինչի մեջ որ ինքը կար։ Բայց ինքը ինչ ասեց, ասեց ես իմ ձեռքը Աստծո օծյալի վրա չեմ բարձրացնի։ Առիթը կարար հաստատ այդ հարցը լուծեր, բայց այդ ձև չվարվեց։ Ինչպես ես վերաբերվում նրան, ով քեզ վատություն է արել, բայց այսօր խոցելի եւ քո առաջ է։ Ու շատերը եթե Դավիթի տեղը լինեին, առիթը ձեռքից բաց չէին թողնի, կխոցեին, կխայտառակեին։ Բայց քանի որ Դավիթը չվարվեց այնպես, ինչպես որ իր հետ էին վարվում, Դավիթը ինչպիսի մարդ կոչվեց, Աստծո սիրելի։ Այսինքն մի հատ որակ կա Դավիթի մեջ, որ Աստծո սրտին շատ հաճելի է։ Երբ որ մեր զավակները մի լավ բան են անում, չէ՞, որ լավն ասում եք, էսի լրիվ պապայի տղեն է։ Բայց այո, ուզում ենք, որ բոլորս էլ այդ լավ բանի մեջ լինենք, այդ գերազանց սիրո քննություն հանձնողների մեջ լինենք, որպեսզի մեզ էլ, երբ որ գա պարագան ասեն, ես էլ պապայի սիրած տղեն է, սիրած աղջիկն է։ Երրորդ ազնվորությունը, որի մասին ես ուզում եմ խոսել, մի սամարացի մարդ է, որի անունը կոչում ենք բարի սամարացի։ Բարի սամարացի։ Ինչ արեց սամարացին այդ պատմության մեջ։ Գթած, չէ, գթություն, ողորմություն, կարեկցանք, կանգնեց, չէ, այդ գեղեցկվածի կողքը, մեկը, որ ընկել էր թալանչիների ձեռքը, չէ, իրանք գեղեցել էին, թալանել, ծեծել էին, ու տես գեղեցկված ընկած էր ու սամարացին դիպվածով, որ Երիքով էր գնում, այդ ճանապարհին տեսավ, մոտեցավ ու հոգ տարավ այդ ընկածի համար։ Եվ սա էլ գերազանց սիրո մի օրինակ է, որ ասում է կկանգնես, որ օգնես մեկին եւ դա քո ժամանակը, հարմարությունը եւ ծախսը խլի։ Ինքը մենակ չկանգնես, չէ, կողքը ծախսել արեց, հիշում եք, չէ, որ տարավ Իջևանատուն, չէ, հոգ տարավ, ասեց այդ ինչ պետք է իրանք կանեք, ու եթե վերադառնամ հանկարծ պակաս մի բան լինի, նորից մնացածն էլ կլերացնեմ։ Պատրաստ ես այսօր մեկի համար այդ ծախսը անես։ Չորրորդ օրինակը դա մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակն է, երբ որ Հովանու ավետարանում 13-րդ գլխում Հիսուսը լվացավ իր աշակերտների ոտքերը
Եվ այդ սեղանի շուրջ նստած էր նաև Հուդան, այդ 12 աշակերտների մեջ էր նաև Հուդան։ Այն Հուդան, որ այդ պահին պիտի նաև Տիրոջից հաղորդություն վերցներ, ու մի ժամ կամ 2 ժամ, ես չգիտեմ այնտեղ ժամը, գնար եւ ինչ աներ, մատներ Հիսուսին։ Եթե գիտես, որ մեկը կարա քեզ վատություն անի, շարունակես ծառայել նրան Հիսուսի պես։ Ծառայություն մատուցել։ Ինչ արեց Հիսուսը։ Ծառայում էր թե չէ։ Գրված է, որ կռացավ ոտքերները լված աշակերտների։ Ընդում նաև Հուդայի ոտքերը լված։ Այն ոտքերը, որ մի քանի ժամ հետո պիտի գնար ու իրան մատներ։ Ինքը այդ ոտքերը լված։ Կարող ես ծառայել մեկին, երբ արդեն գիտես, որ նա քեզ ցավ է պատճառելու։ Այո, այստեղ շատերի սերը ձախողվում է։ Ու մենք ասում ենք, եթե իմ դիմացինը փոխվի, ես էլ կսիրեմ իրան։ Մենք փոխված էինք, որ եկանք դեպի Տերը։ Ինչ ասես գնա փոխվի կգաս նոր կսիրեմ։ Թե ասեց ինչպիսին որ կաս հենց այդ ձևել քեզ կսիրեմ կընդունեմ։ Բայց Քրիստոս մեզ սիրեց, երբ որ մենք դեռ արժանի չէինք։ 5-րդը, որ նորից առանձնացրել եմ իմ մոտ, դա Պետրոսն է։ Հովհաննես ավետարան 21-րդ գլխում 24-ում վերջում ասում է տղաները ամեն մեկը վերադարձել էր իր գործին 21-24, այո։ Սա իր աշակերտն է, չէ 24-րդ գլուխը սելն էր, ոչ թե 21, այլ 24։ 21-րդ գլխի առաջի համարից։ Ուզում եմ այդ տեղը դնեք հիմա, ոչ թե 24 խոսք, հենց առաջի համարից։ Ես Հովհաննես ավետարան 21-րդ գլուխ առաջի համար։ Դրանից հետո Հիսուսը Տիբերիա լճի ափին դարձյալ հայտնեց իր աշակերտներին, հայտնվեց իրեն, անձը հայտնեց։ Սիմոն Պետրոսը, Թոմասը, Եկվորյա կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանայից քաղաքից էր, Կանա քաղաքից, Զեբեդեոսի որդիները եւ աշակերտներից եւս երկուսը միասին էին։ Սիմոն Պետրոսը ասաց նրանց. գնում եմ ձուկ որսալու։ Նրան ասեցին մենք էլ քեզ հետ գալիս ենք։ Եվ նրանք ելան եւ նավը մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Ու երբ որ առավոտ էր, Հիսուսը ճամփին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Այժմ Հիսուսը ասաց նրանց. տղաներ, արդյոք ուտելու բան ունեք։ Նրան պատասխանեցին ոչ։ Հիսուսի վերաբերմունքն է ուղղակի։ Երբ որ Հիսուս խաչի վրա իր աշակերտ տղեկ ուր էին։ Խաչի տակ չէին, չէ, հաստատ։ Մենակ Հովհաննեսն էր Մարիամի հետ, որ գրված այդպես։ Բայց Հիսուսի հանդիպումը տղաների հետ։ Չի ասում ես ինչ գալաթ արիք, ես ինչ արիք, ինձ մենակ թողիկ, չէ։ Ինչ անում։ Ասում է, տղեկ ուտելու բան ունեք։ Ուղղակի մեսի։ Եվ ասում է, իսկ նրանք ասեցին, իսկ նա ասեց նրանց, ուրկանը նավի աշկողը գցեք եւ կգտնեք, նրանք էլ գցեցին ու ձկների առատությունից չէին կարողանում այլևս դուրս քաշել։ Փոխեք կարդում ենք արտային աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասեց Տերն է։ Սիմոն Պետրոսն էլ հենց որ լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր ու ջրի մեջ նետվեց։ Իսկ մյուս աշակերտները ձկներով ուրկանը քաշելով նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ 200 կանգուն։ Եվ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ ու վրան ձուկ ու հաց դրված։ Եվ հետո զրույցը գնում է
արդեն Պետրոսի հետ եւ Տերը Պետրոսին ասում է Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ 3 անգամ է հարցնում Սիմոնին, որտեվ 3 անգամ ուրացավ, չէ՞ Տիրոջը։ Իջև ակաղաղի կանչելը գրված է, որ 3 անգամ ուրացավ Տիրոջը։ Ու նորից շանս է տալիս, որ Պետրոսը ինչ անի, վերականգնվի։ Տեսնի այն տեսիլքը, տեսնի այն կանչվածությունը, որի մեջ ինքը կանչված է։ Կանչված է սիրելու եւ այդ սիրով Աստծո զավակներին ծառայելու։ Ինչ ես անում, երբ որ քո եղբայրը ընկնում է։ Նրան նայում ես որպես մի վերջացած մարդ, թե օգնում ես, որ ինքը վերականգնվի։ Գերազանց սերը ոչ միայն չի հարվածում ընկածին, այլ ձեռք է մեկնում նրան բարձրացնելու համար։ Ինչ է նշանակում գերազանց սեր։ Մենք առաջի Կորինթացիներ 13-րդ գլխից նորից խոսեցինք, որովհետև առաջի Կորինթացիներ 13-ը մեզ ցույց է տալիս, որ սերը պարզապես գեղեցիկ զգացում չէ, այլ բնավորության կրակով մաքրված ինչ է որակ։ Բնավորության կրակով մաքրված որակ։ Այն համբերում է, չի նախատում, իրենը չի փնտրում, ջուրագրգիռ չէ, չարը չի մտածում։ Եվ սիրո պոեզիա չէ միայն, սա սիրո քննական թերթիկ է։ Չէ՞ մենք որ գնում ենք քննության, մեզ քննական թերթիկներ են տալի, որ պիտի լրացնենք քննությունը անցնենք։ Եվ կարծես առաջի Կորինթացիներ 13-ը հենց այդ քննաթերթիկն է, որը մենք պիտի կարդանք եւ փորձենք քննություն հանձնել։ Սա սիրո իսկապես քննական թերթիկ է մի։ Եթե կարդանք այս գլուխը, ազնվորեն կտեսնենք, որ այստեղ ոչ թե ուրիշների մասին է գրված, այլ ում մասին, մեր մասին։ Սա հայելի է, այո, ես նորից ասեցի, եւ ոչ թե հեռադիտակ։ Հիմա 5 քայլ դեպի գերազանց սեր։ Տեսանք, որ պակասվել ենք։ Մի տեղեր կա, որ պակասվել ենք։ Երբ որ հայտնության գրքի 2-րդ գլխում Տիրոջ հրեշտակը Աստծո հոգին խոսում էր եկեղեցուն, Եփեսոսի եկեղեցում մի հատ պակաս բան էր, նկատվել, որ ուղղակի աչքի էր զարնում, չէր կարելի դա չնկատել։ Ինչն էր։ Եփեսոսի եկեղեցին ինչից էր պակասվել։ Թողել էր առաջի սերը։ Այո, թողել էր առաջի սերը։ Նա գործում էր, գործեր ուներ, անում էր բաներ, անում էր։ Բայց մի տեղ կար։ Այդ կարևոր հայտարարություն եմ ուզում անել սերներ։ Մի բան, որ կապված է իմ եւ քո փրկության հետ, Աստված չի կարող անտեսանի այդ բանը։ Մի բան, որ կապված է իմ եւ քո փրկության հետ, որ դու պետք է մի օր երկնքում լինես, որովհետև Տերը քեզ խոստացել է, որ դու իր հետ կլինես երկնքում։ Եթե այդ բանը քո կյանքում ինչ որ կա, խնդիր, չգիտենք ոնց դա ձևակերպենք, որ կապված է քո փրկության հետ, իմացի Աստված հաստատ պիտի միջամտի դրա մեջ քո կյանքում, որ անպայման այդ հարցը գցես տեղը։ Որովհետև դա չի կարա չլուծված մնա քո կյանքում։ Ու Եփեսոսի եկեղեցուն, երբ որ գրում էր Աստծո հոգին դիմում էր եկեղեցուն, ասում է, այս բանն ունեմ քո դեմ, որ քո առաջի սերը թողել ես։ Եվ այն 5 քայլերը, որ մեզ կուղի դեպի գերազանց սեր, առաջի տեղում սա է նախավ վերնագրել,
Նախ ընդունիր Քրիստոսի սերը եւ հետո փորձիր սիրել ուրիշներին։ Առաջի կետում հենց սա է։ Հիմա մենք լավ հայտնաբերել ենք խնդիրը, չէ՞, երբ որ գնում ենք բժշկի մոտ, ինչ ենք անում։ Նկարագրում ենք, չէ՞, մեր խնդիրը։ Ուսում ենք պատմել, բժիշկը լսում է, վերջում ինչ անում։ Դեղատոմս է դուրս գրում։ Չէ՞։ Գնում ենք նկարագրում ենք, որ այս ինչ հատվածի վրա ցավ ունենք, սենց է։ Բժիշկն է լսելուց հետո վերջում դեղատոմս է դուրս գրում, որ ասում է գնա այս բաները կանես եւ բժշկություն կլինի քո մոտ։ Հիմա դες չի, չէ՞ որ ասենք գնանք բժշկի մոտ, մեր ականջը ցավ, ասենք գնանք, ասենք չէ, այո, քիթս է։ Այդպես ճիշտ ախտորոշում չի լինի, ոչ մեկ դες բան չի անի։ Գնում կոնկրետ ասում ենք, որ այս բաներն է, ու ինքն էլ լսելուց հետո վերջում որոշում է ասում, սենց է, քո մոտ այս խնդիրը կա, գնա այդ խնդիրը վերացրու։ Եվ հիմա գերազանց սիրո այս ճանապարհին, որպեսզի մի բաներ, խնդիրներ հեռանան մեր կյանքից, որպեսզի մենք ապրենք այս գերազանց սերը, մենք կարիք ունենք ինչ անելու, նախ Տիրոջ հետ ժամանակ անցկացնելու։ Առաջի համար մեկ բանը սա է, սերներ, լցվելու Աստծո հոգով, Տիրոջ հետ հանդիպելու, Տիրոջ հետ ժամանակ անցկացնելու։ Եթե ես այդ սիրո Աստծո հետ, Տիրոջ հետ իմ ժամանակ չեմ ունեցել, ես ժամանակ չեմ տվել իրան։ Հա, օրվա երուզերով զբաղվել ես, լավ, գործ ես արել, աշխատանք ես արել։ Եփեսոսի եկեղեցին էլ գործում էր, ասեմ ձեզ, նես չի որ պարապ նստած էին։ Չէ, գործում էին իրանք, բան էին անում։ Ծառայություն, կարող է ծառայության մեջ ես, չգիտեմ, մի բան անում ես, չէ, ինչ որ մի բան անում ես դու։ Աշխատում ես, ծառայության մեջ ես, քույրերը տանը վերջը էփութուխի մեջ են, գործ են անում, նես չի որ պարապ նստած են։ Մի բան անում են։ Բայց խնդիր կա։ Աստծո տեսանկյունից նայելուց, Աստծո աչքերով նայելուց, Աստված ուզում է, որ դու նախ իր հետ հանդիպես։ Քո այդ ամբողջ արածից առաջ իր հետ հանդիպես։ Ու ես շատ ուրախ եմ, որ այս վերջի ժամանակում մեր աղոթքաժողովի հարցը տեղը ընկավ։ Որ առավոտ կանուխ, երբ որ վեր կենանք, ինչ անենք։ Աղոթքով Տիրոջ հետ լինենք, Տիրոջ հետ լինենք։ Գրիշ աղբերս շատ հրաշալի խոսեց, չէ՞, այդ հանգանակության այդ խոսքի մեջ, ասեց ամեն բանից առաջով Աստված։ Ես իմ օրը կառուցում եմ այդ ձև։ Ես ամեն բանից առաջ դնում եմ Տիրոջը։ Ես կարիք ունեմ Տիրոջ հետ հանդիպելու։ Այդ սիրով լցվելու։ Նախ ես այդ սերը պետք է վայելեմ։ Եթե ես չեմ լցվել, ես չեմ վայել, այս իմ աղբորը հա, ձևականն է, որ կասեմ ստալու համար, բայց դե ներսը բան չկա։ Մի քիչ բան խոսք կա, էլի, բայց ասում եմ, եթե սեր չունեմ, ասում եմ, հնչեցող ծնցղայի կարծես պես եմ ես, էլի։ Մի բան, որ դատարկա խփում ես, ձենը շատ ուժեղ գալիս է, չէ, զնգում ալ է ցավեսով։ Բայց մեջը դատարկա։ Դրա համար իմ քաջալերանքն է, ինձանից ասած բոլորիս, որ առաջ Աստծո սիրով, Տիրոջ հետ հանդիպում ունենանք, լցվենք այդ սիրով։ Հետո նաև արդեն դրանից բաժին հանենք ուրիշներին։ Եվ դրա համար առաջին քայլը սա է՝ մի սկսիր մարդկանցից, սկսիր Քրիստոսից։ Չէ՞։ Մենք երբ որ այդ սերը չկա, մենք մեր շուրջը սկսում ենք փնտրել։ Հիմա եթե այն մեկը չունի դա, քեզ ոնց տա։ Չէ՞, մենք փնտրում ենք ինչ-որ վերաբերմունք, սեր, այդ փնտրտուքը կա մեր մեջ։ Հիմա երբ որ այնտեղ դատարկ կա, մենք ուզում ենք ինչ-որ բանով լցնենք, դա չի կարա դատարկ մնա։ Բայց դա մի տեղ է, որ մենակ Աստծո հոգով կարա լցվի, Աստծո սիրով կարա լցվի, այսինքն մարդկայինը չի կարա դա լցնի։ Հետո ասում ենք, ոնց որ սերը սառել է, մի բան, բայց այնտեղ դատարկություն է գոյացես, էլիս։ Դու կարիք ունես լցվես Աստվածային սիրով։ Լցնես, այդ տեղը մենակ դրանով է լցվում, ուրիշ բանով չի կարա լցվի։ Հա, մենք շփվելու իրար հետ սիրո այդ մթնոլորտ ունենալ, մենք դրա կարիքն էլ ունենք, բայց այն հոգու ոլորտի մեջ
Դա միայն Աստծով է լցվում, ուրիշ ձև դա չի կարա լցվի։ Սա առաջին տեղում, համար մեկ բանը, եթե մենք ուզում ենք այդ գերազանց սերը ապրել, համար մեկ տեղում սա է։ Քրիստոսի հետ մեր լեցուն իր այդ հանդիպումով կյանք, որպեսզի մենք լցվենք ու զորանանք։ Երկրորդը, մի շփոթիր սերը զգացմունքի հետ։ Սերը ինչ է, որոշում է։ Այո, երկրորդ տեղում սա։ Սերը ոչ թե զգացում է միայն, այլ սերը որոշում է։ Եթե ես որոշել եմ, ինձ կարա մի բան կանգնեցնի, չի կարա էլ։ Որովհետև ես որոշել եմ։ Հիմա դժվարն է դա, որ դու որոշում կայացնես։ Իմ խնդրանքն է, այսօրվա իմ աղոթքը, որ դու ստեղից որոշումով գնաս։ Որ քո հոգու խորքում այնտեղ սրտիդ են ծածուկ տեղը որոշես։ Որ դու պիտի Տիրոջ հետ հանդիպում ունենաս, լցվես, զորանաս ու նաև այդ սիրուց բաժնեկցես, որոշումով գնաս տեղից։ Շատերը սպասում են, որ նախ զգան, հետո սիրեն։ Մի բան պետք է զգամ, էլի, որ ես էլ այդ ձևի իր հետ վարվեմ։ Բայց Աստվածաշնչյան սերը հաճախ հակառակ ուղղությամբ է աշխատում։ Դու նախ հնազանդվում ես, հետո սիրտդ սկսում է հետևել։ Այսինքն կարիք ունենք մի տեղեր կա, մեզի հնազանդեցնենք։ Հիմա մեզի հաճելի է առավոտ շուտ հելնենք գնանք աղոթքաժողով։ Հա, հաճելի է։ Մեկեր կան հասել են այդ տեղը, որ հաճելի է իրանց։ Հա, ովքեր գալիս են գիտեն, լավ ասում ա։ Աղջնակս ինձ ասում է, պապա, ինձի կհանես ես էլ եմ գալու աղոթքաժողովի։ Ինքը երկրորդ հերթ է դպրոցում ժամանակի մեջ կարող է տեղավորվի, որ առավոտյան մեր հետ լինի։ Ես շատ ուրախ եմ սրա համար, որ մի հատ որակ է կերտվում իմ զավակիս կյանքում, որ Տիրոջ սրտից ու հոգուց է բխում իհարկե, որ ինքը ինձ էս հասակից, ու այդ ճանապարհը ով պետք է ցույց տա մեր զավակներին, եթե ոչ մենք։ Իրանք մեզ են նայում, սելներ։ Մեզ են նայում, բան եմ ասում։ Մենք այդ ավակ ընկերներն ենք, որ իրանց կողն ենք, այս պահին, իրանց շուրջն ենք, ու մենք պիտի իրանց ուղղորդենք, մենք պետք է իրանց առաջնորդենք դրա մեջ։ Դրա համար սկսենք մեզանից։ Այդ որոշումը կայացնենք մեր սրտի մեջ։ Դրանից շատ բան է կախված։ Յուրեղավանի եկեղեցում, երբ որ խոսում էի, մեր քույրերից մեկը որոշում կայացրեց։ Չէր կարող գար, ասում եմ, ես իմ մեջ մտածում էի, որ դե ոտքս է ցավում, բան ինձ այդպես պատճառը բանում էի, ասեց ինձ արդարացնում էի, դե ոտքս է ցավում, հիվանդ եմ, էս է, այն է, բայց հետո իր սրտի մեջ որոշեց, որ չէ, 27 Սաղմոսի մեջ ասում է, ուզում եմ, որ Տիրոջ տանը բնակվեմ, չէ, կյանքիս բոլոր օրերը, չէ, նրա գեղեցիկ փառքը տեսնեմ։ Ես ուզում եմ, ես այդ ներկայությունը ուզում եմ։ Երրորդ կետը, որ նորից կարևորելու առանձնացրել եմ գերազանց սիրուն հասնելու, սովորիր արագ ներել եւ հիշաչար չլինել։ Չներելը կարա խնդիր լինի մեր համար մեկ խնդիրներից է, որ դու չես կարող ներես։ Եթե չես ները, բնականա չես է սիրի։ Կարող է ձևական, երեսանց, ինչ-որ ժպտած բաներ, բայց ընդեղ խնդիր ունենաս։ Ասում մարդկանց խաբեցիր Աստծուն, չես խաբի։ Ոնց պտտվում ենք, նայեք, խոսքը ոնց պտտվում ենք, մեկը մի տեղ ա բերում, պիտի լցվես Աստծո սիրով։ Նենց եմ ուզում այսօր, որ գնաս, նորից առաջի Կորինթացիների 13-րդ գլուխը բացես ու ընթերցես։ Մի հատ այդ քննաթերթիկը լրացնես։ Այսօր ես քեզ, այսօր ձեզ բոլորիդ քննաթերթիկ եմ բաժանում, մեզ բոլորիս։ Այդ քննությունը պիտի հանձնենք։
Մեծ սիրո մասին խոսել կարող են շատերը, բայց գերազանց սերը կառուցում է փոքր, սովորական, անտեսված պահերում։ Հետաքրքիր է, չէ՞, մենք կարող ենք ասես մեծ բաներ, բայց մի փոքր բանի մեջ այնքան բան կարող լինի յուրահատուկ ձևի։ Մի հատ վերաբերմունք ցույց տանք, այս մարդը ասես ուղղակի մի բան կա քո մեջ, այդ ինչ կա քո մեջ, էլի։ Ինքը հարց տա քեզ այդ սիրո համար։ Ինչ կա քո մեջ։ Սա ամենահրաշալի ավետարանչություններից մեկն է, սիրելիս, քո փոխված կյանքը, քո վայելված կյանքը, Տիրոջը վայելած։ Կարողանում ես, երբ որ առաջինը բարևել մեկին, երբ որ հարաբերությունը լարված է։ Չպատմել ուրիշի սխալը երրորդ մարդու։ Ծառայել առանց գովասանքի։ Թե ուզում ես, որ անպայման գովեն, ասեն, վես ինչ։ Սերը ծածուկի մեջ է, անկեղծ եմ ասում։ Հինգերորդ տեղը, որ գերազանց սիրո համար մեզ կնպաստի, ամեն օր խաչի մոտ վերադարձիր։ Ինչ կատարվեց խաչի վրա։ Մեր շատ ուզած բաներ մենք, այն որ մարմնին շատ հաճելի է, ինչ ենք անում, խաչն ենք բարձրացնում։ Որտեվ եթե մարմնավոր մի ընթացք է, մեկը քեզ մի բան ասի, կարող է մի 10 էլ դու ասես իրան։ Բայց երբ որ այս հարցը քո մեջ որոշել ես, ընթանում ես Տիրոջ հետ, ինչ ես անում, խաչի կյանք ես անում։ Որտեվ խաչը անցյալ կիրակի օրը Աշոտ եղբայրս էլ մեջ բերում արեց։ Ասեց խաչը ինչն է, սիրո խորհրդանիշը, սիրո խորհուրդը, չէ՞։ Ուղղահայաց ձողը մարդ Աստված հարաբերության մեջ, այն սերը, այն անջրպետը, որ առաջացել էր Ադամի եւ Հայր Աստծու միջև, Հիսուս Քրիստոս եկավ եւ իր խաչով կամրջեց։ Եվ հորիզոնական ձողը, որ մարդ հարաբերությունն է, որտեվ Կայենը Ավելին սպանեց եւ մարդասպանությունը, եղբայրասպանությունը մտավ աշխարհ։ Հիսուս Քրիստոս իր խաչով նորից երկու եղբայրների ձեռքերը, որ իրարից տարանջատված, իրար չներած, ինչ արեց իր խաչով նորից կամրջեց։ Եղբոր ձեռքը դրեց եղբոր ձեռքի մեջ եւ Ադամի ձեռքն էլ հորիզոնական ձողով, ուղղահայաց ձողով դրեց Հայր Աստծու ձեռքի մեջ, հաշտություն բերեց։ Սեր կատարված խաչի վրա։ Իմ խոսքս, իմ աղոթքս սայավոր ամեն օր գազ դեպի խաչը, վերադառնաս դեպի խաչը։ Եվ ով հաճախ նայում է խաչին, նա ավելի ներող է դառնում։ Ով հաճախ հիշում է, որ ինքը ինչպես էր, որ եկավ Տիրոջը, նա ավելի հեշտ է ներում, երբ որ գալիս է խաչի մոտ։ Ով ապրում է Քրիստոսի զոհի լույսի մեջ, նրա սիրտը քիչ նմանվում է Տիրոջ սրտին։ Եվ ամեն օր հարցրու ինքդ քեզ, այսօրվա իմ վերաբերմունքը նման է Քրիստոսի սիրուն։ Այն քննադերթիկի տակում այս հարցն էլ կդնես, լավ։ Կորինթացիների թուղթը որ կարդաս այդ քննադերթիկը, այս էլ տակը, այս հարցը կդնես, որ ամեն օր հարցնես, այսօրվա իմ վերաբերմունքը, կյանքս, վերաբերմունքս նման է Քրիստոսի սիրուն։ Եվ վերջում մի պատմություն եմ ուզում ասել իրական, որ կատարվել է 1956 թվականին մի միսիոներական թիմի հետ, որ
Էկվադորում սպանվեցին այն ցեղի կողմից, որին ուզում էին ավետարանը հասցնել։ Այդ թիմի մեջ էր Ջիմ Էլիոթ անունով մի ավետարանող, որ սպանվեց, բայց պատմության ամենահզոր մասը այս սպանությունը չի։ Ավելի հզոր մի մաս է, որ Ջիմ Էլիոթի կինը Էլիզաբեթ Էլիոթը վերադարձավ եւ շարունակեց ծառայել այդ մարդկանց, ովքեր իր ամուսնուն սպանել էին։ Եթե մարդկային այս տեսանկյունից նայենք, սա մի դժվարին մի որ չիրականացվող մի բան կարող է թվալ, բայց մեկը, որ ունի Քրիստոսի սերը իր հոգու մեջ, կգնա միջև ընդհուպ այդ պահը։ Ահա, սա է գերազանց սերը։ Այն սերը, որ չի կոտրվում փորձությունից, այն սերը, որ չի փչանում վիրավորանքից, այն սերը, որ չի սարճում մարդկանց թուլություններից, այն սերը, որ անցնում է քննասենյակով ու դուրս է գալիս ոսկու պես։ Ես երբեմն այս օրինակը բերել եմ, որ Հայր Աստված մեզ կարծես թրծում է, որ այդ գերազանց սիրուն հասցնի մեզ։ Երբ որ ոսկերիչը թրծում է ոսկին, ինչ է անում, ոսկուց ինչն է հեռացնում, որը որ ոսկի չի, չէ, ինչ որ ոսկի չի, խարամ է, ինքը այդ տաքության մեջ, մեծ այդ քուրայի մեջ տնելով, հեռացնում է ամեն օտար բան, որ ոսկի չի։ Եվ բուն իր նպատակը, երբ որ դարձնում է 99.9% մի սենց ոսկու զանգված, այնքան հայելու նման է այն, որ այդ ոսկերիչը ինքն է տեսնում իրան այդ հայելու մեջ, այդ ոսկու մեջ։ Այն հենց էլ Հայրը մեզ թրծելով, սիրո քուրայի մեջ տնելով, ուզում է, որ մեզնից մի որակ ստանա, որ իր պատկերը տեսնի մեր մեջ։